Ողջույն սիրելի ուսուցիչներ, բարի գալուստ High End Learning-ի YouTube-յան ալիք։ Ինչպես գիտեք, մենք մեր ալիքում շարունակում ենք ցուցադրել արհեստական բանականության գործիքներով մեր ուսուցիչների կատարած հրաշալի աշխատանքներն ու դրանց իրական արդյունքները։ Մեր նախորդ տեսանյութերում մենք արդեն ցույց ենք տվել դասվարների և բնագիտական խմբի ուսուցիչների ստեղծած նյութերը։ Իսկ այս տեսանյութը նախատեսված է հատկապես հումանիտար առարկաներ դասավանդողների համար, օրինակ պատմություն, հասարակագիտություն, հայոց լեզու և գրականություն։ Միանգամից նշեմ, որ օտար լեզուների համար մենք կունենանք լրիվ առանձին տեսանյութ։ Բայց ուզում եմ հատուկ շեշտել, անկախ նրանից, թե դուք ինչ առարկա եք դասավանդում, անպայման դիտեք այս տեսանյութը։ Թող բոլոր առարկաների ուսուցիչները նայեն, որպեսզի պարզապես պատկերացում կազմեք, թե AI մոդելներն այսօր ինչ աներևակայելի հնարավորություններ են տալիս։ Նայելով այս աշխատանքները, դուք անմիջապես կպատկերացնեք, թե հենց ձեր առարկայի շրջանակներում ինչեր կարելի է անել և ինչպես կարելի է հարստացնել ձեր դասերը։ Ընդ որում ուզում եմ անպայման ընդգծել, որ այն ամենը, ինչ հիմա մենք կտեսնենք, մեծամասամբ ստեղծվել է անվճար AI գործիքներով։ Գաղտնիք չէ, որ այսօրվա գերծանրաբեռնված դասարաններում շատ դժվար է քերականական բարդ կառույցները կամ հայոց պատմությունը դասավանդել այնպես, որ երեխաները չձանձրանան։ Ուստի հիմա ես կբացեմ իմ էկրանը և ցույց կտամ, թե ինչպես են մեր ուսուցիչները ստեղծում ապշեցուցիչ պատկերներ լեզվի կամ պատմության համար և ինչպես են ծավալուն տեքստերը վերածում ինտերակտիվ վեբ էջերի։ Դե ինչ, եկեք չսպասենք, գնացինք։ Առաջինը, որ ցանկանում եմ ցույց տալ, մեր պատմության ուսուցչուհու աշխատանքն է, նա հնարամտորեն ստեղծել է կիբերթանգարան, որտեղ երեխաները կարող են այցելել և ծանոթանալ մեր պատմությանը իրենց աչքերով, ընդ որում սա համաշխարհային պատմությանն է վերաբերվում ընդհանուր առմամբ, եթե տեսնում եք, այստեղ Քրիստոսից առաջ 3000 թվական մինչև 1500 թվականները ժամանակաշրջանը այսպես ստեղծել է մեր ուսուցչուհին, որպեսզի ցանկացած ժամանակաշրջան կարողանանք վերադառնալ և հարցեր տալ տվյալ ժամանակաշրջանի վերաբերյալ։ Միթե սա հրաշալի չէ, միանգամից երեխաների մոտ ճիշտ պատկերացումներ ձևավորելու համար։ Այստեղ ունենք գլոբուս, որի վրա կան կայսրություններ, և երբ սեղմում ենք կայսրության վրա, օրինակ, սա մեր մեծ հայքն է, այստեղ նույնիսկ գուշակության պատուհան կա, տեսնել ապագան, բացի դրանից այս ձախ մասում ունենք ժամանակի պահապան, հիմա որ կայսրությունը որ ընտրում ենք ու ժամանակաշրջանը ընտրում ենք, այստեղ AI-ին հարց ենք տալիս և ինքը մեր հարցին պատասխանում է, թե տվյալ ժամանակաշրջանում ինչ է տեղի ունեցել։ Օրինակ, այսպես կարող ենք հարցը ուղղել և եթե տեսնում եք, օրինակ, այստեղ ինքը մեր հարցին ապագայի մասով պատասխանել է, ինչ է կանխատեսում, բացի դրանից մենք ունենք նաև մշակույթ, սափոր, գիրք, հատվածները, որը մեր ուսուցչուհին էլի առանձնացրել է, որպեսզի յուրաքանչյուր կայսրության պարագայում սեղմենք տվյալ ժամանակաշրջանի համար, AI-ը մեզ տա ինֆորմացիա։ Եկեք չսպասենք AI-ի պատասխանին, ֆունկցիոնալությունը սրանք էր, տեսեք մեծ հայքի մասին գրեցինք, որ պատմի, ինքը բավականին ծավալուն ձևով պատմում է, ընդ որում կարող ենք մենք այստեղ նաև ավելացնել ձայնի կոճակը, որպեսզի նաև այդ ամենը հայերեն բանավոր ձևով հնչեցվեր, այստեղ տեսաք թագի վրա սեղմեցինք, ինքը էլի պատմություն բերեց ու այսպես բոլոր կոճակները բազմաֆունկցիոնալ են, ես համոզված եմ, որ մեր ուսուցչուհին շատ ավելի ֆունկցիոնալ առումով թարմացրել է իր աշխատանքը, սա ընդամենը դասից հետո կատարած աշխատանքն է, որը ինքը արել է իր մտահղացման հիման վրա։ Երկրորդը, էլի պատմության ուսուցչուհու աշխատանքներից ցույց կտամ, մեր ուսուցչուհին նշում էր, որ
իրենց դասարանում շատ են սիրում աղմկել երեխաները, տղաները շատ են, ակտիվ են բոլորն էլ եւ այսպիսի բան սարքեց, Instagram հիշեցնող ինտերակտիվ մոդել սարքեց, որը Instagram-ի փոխարեն արքագրամ է անվանվել եւ այստեղ տված են story-ները կարող ենք դիտել, ընդ որում կարող ենք սեղմել, որ արքայի Instagram-ն ենք ցանկանում մտնել, այստեղ ստեղծել արքայական հրովարտակ, կարող ենք հրովարտակ անել եւ հրապարակել, ընդ որում կարող ենք մեր թագավորներից որևէ մեկին ընտրել, այստեղ լրահոս ունենք այդ ժամանակաշրջանում ինչեր է տեղի ունեցել, կարող ենք սեղմել, բացել, կարդալ եւ ունենք դրամներ, քարտեզներ հատվածը, որոնք էլի ինտերակտիվ բացվում են, սրանք ոնց որ highlight ալբոմներն են եւ արդեն այստեղ Տիգրան Մեծի գրառումն է, հավանումների թիվը եւ այլը, կարող ենք մեկնաբանություն գրել, հրապարակել կամ օրինակ հարց տալ, որ ինքը պատասխանի եւ այլը եւ այլը։ Այստեղ էլ ոնց տեսնում եք, էլի տարբեր ֆունկցիոնալ կոճակներ կան։ Սա մի ձև է, որով կարող եք դասը ժամանակակից աշակերտի համար հետաքրքիր դարձնել։ Իհարկե այստեղ նպատակը Instagram-ի ուսուցումը չէ, այլ երբ պատմությունը ներկայացնում ենք երեխաներին հաճելի թեմայով, տեխնոլոգիայի լեզվով, բայց բովանդակությունը առաջին տեղ ենք դնում, այնպես ենք անում, որ ինքը այս մոդելով մտնի, աշխատի, հարցեր տա, քրքրի, հավատացեք, որ մեր ուսուցիչների փորձը ցույց է տալիս, այս պարագայում նրանք բավականին շատ սովորում են ու ինչպես ուսուցիչներն են ասում, նույնիսկ աշակերտները չեն հասկանում ինչպես, բայց ամբողջ դասին դեռ տանն էլ տարվում են այսպիսի մոդելներով ու վերջում երբ ուսուցչուհին հարցում է իրականացնում, պարզվում է, որ իրենք թեմային բավականին շատ տիրապետում են։ Այս ընդամենը երկու օրինակ էր մոդելների, դուք իմացեք, որ բոլորդ կարող եք ինչ գաղափար որ ունենաք, կապ չունի, գլոբուս կլինի, Instagram, թե լրիվ այլ թեմա, դուք այդ ամենը կարող եք վիզուալացնել եւ 3D մոդելների տեսքով պատկերացնել։ Հաջորդիվ եկեք շարունակենք էլի պատմության թեմաներով, այստեղ մեր պատմության ուսուցչուհին Հովսեփ Էմինի կառավարման ժամանակաշրջանը փորձել է թվերի վերածել, տեսեք օրինակ այստեղ 1726-ից 1809 թվականների իրադարձությունները գրաֆիկի տեսքով ներկայացրել է, շատ հետաքրքիր է էլի եւ յուրաքանչյուր տարեթիվի վրա երբ սեղմում ենք, ինքը ցույց է տալիս, թե այդ տարեթվին ինչ է տեղի ունեցել, սա էլ է հետաքրքիր, որպեսզի երեխաները խաղալով սովորեն տարեթվերը, որովհետև միանգամից 4 տեքստի տեսքով տալ եւ ասել սովորեք ձանձրալի է, այսպես կարող են արդեն սովորել, ներքևի հատվածում նաեւ ունենք քանակական տվյալներ, 7-ամյա պատերազմ եւ այլը, այսպես արդեն աճման կարգով դասավորած։ Հաջորդ մոդելը Արշակունյանց պետական կարգին է վերաբերում, տեսեք, այս մեկը արդեն web edge-ի կառուցվածք ունի, որով դուք կարող եք օրինակ ամբողջ թեման բացատրել պրեզենտացիաների փոխարեն եւ սա նրանով է լավ, որ այսպես տարբեր ինտերակտիվ կոճակներ կա, որոնք սեղմում եք, սեղմելուց հետո է բացվում բովանդակությունը, օրինակ, հիմա գործակալությունները եթե բացատրում ենք, այսպես կսեղմենք սպարապետություն, հազարապետություն եւ այլը ու ինքը կբացվի, ներքևում ունենք զորանամակի վերաբերյալ ինֆորմացիա, այստեղ ռազմական ներուժն ենք իրար հետ համեմատում, սյունիներ, բագրատունիներ եւ այլը, եւ շահերի բախումն է ներկայացվում թագավորի տեսանկյունից, նախարարի տեսանկյունից ու իրականացնում ենք ամփոփում։ Սա ընդամենը մի ձև է web edge սարքելու համար, օրինակ այս մյուսը համարյա նույն բովանդակությունը ունի, երևի մեր ուսուցչուհին որոշակի փոփոխություններ է իրականացրել, այստեղ էլ գահնամակի մասին կա խոսք եւ ընդ որում հարցեր կան, պետք է դասավորենք եւ եթե օրինակ ճիշտ ենք դասավորում, ինքը արդեն վերջում ստուգում է եւ պատասխանները մեզ ասում է։
ու նաև որպես ամփոփում գլուխ, սիրտ, խիղճ, այսպիսի կոճակներ կա ավելացրած, որտեղ այդ պահին այսպես կարող ենք գրել պատասխանը եւ ուղարկել։ Հաջորդը հայոց պատմությունից հայտորոշիչ թեստ է, այսպիսի on-line թեստերը նրանով են լավ, որ օրինակ մենք կարող ենք մեր անունը գրել, որպեսզի ուսուցչուհու մոտ էլ երևա եւ կարող ենք նշել դասարանը, որ դասարանում ենք սովորում եւ ինքը այս պարագայում օրինակ 10 հարցից բաղկացած հարցերը լուծում ենք եւ այլը եւ վերջում ճիշտ ու սխալ պատասխանները ցույց է տալիս։ Այսինքն ինքնաստուգվող թեստ է, որը անունով է, ուսուցչի մոտ երևում է։ Սա էլ հասարակագիտությունից մի օրինակ, որտեղ առաջարկն է բացատրվում, այստեղ կախվածությունը առաջարկի գնից, առաջարկի կորն է, ընդ որում այստեղ մենք կարող ենք տեսնել գինը, տեսնել առաջարկը եւ նույնիսկ կարող ենք այս մոդելը ավելի ինտերակտիվ սարքել, որպեսզի պահանջարկի կորը նաեւ տեղափոխենք, տեղափոխություններ իրականացնենք ու արդյունքը տեսնենք։ Ներքևում ոչ գնային գործոններն այսպես սիրուն ձևով բացատրվում եւ ինտերակտիվ լաբորատորիա կա, օրինակ այս նմանատիպ լաբորատորիաները շատ հետաքրքիր է, ենթադրենք ոչ գնային գործոնները ուզում ենք բացատրել, թե ինչ ազդեցություն ունեն եւ տեխնոլոգիական մակարդակը փոփոխում ենք ու այստեղ բացատրվում է, թե այդ դեպքում ինչ է տեղի ունենում ու բացի դրանից էլ անմիջապես կորի վրա տեղաշարժ է կատարվում նույն էլ այս ձևով եւ եթե հումքի ծախսերն ենք կրճատում, էլի նշվում է, թե ինչ է տեղի ունենում եւ ինչու է դա տեղի ունենում։ Այսպիսի բազմաֆունկցիոնալ գրաֆիկներ դուք ցանկացած թեմայով կարող եք պատրաստել, շատ հետաքրքիր։ Հիմա եկեք անցում կատարենք մեր հայոց լեզվին։ Հայոց լեզվի առումով ես շատ եմ նկատում, որ մեր ուսուցիչները նշում են, որ AI-ը հայերեն լավ չի հասկանում, կարող է պետք չի մենք օգտագործենք եւ այլը։ Ես որպես AI մասնագետ, ով արդեն մի քանի տարի է ոլորտում է, դասընթացներ է իրականացնում, կարող եմ փաստել, որ օրեցօր լավանում է AI-ի հայերեն ունակությունները, այսպես ասեմ, ինքը հայերենով շատ լավ անում է շատ բաներ, իհարկե պետք է նրբություններ իմանալ, պետք է հասկանալ, որ գործիքով ինչ առաջադրանք կոնկրետ անել, որպեսզի ավելի լավ պատասխան ստանանք, AI-ը մի քիչ կախում է քերականությունը հասկանալու տեսանկյունից կամ վարժություն կատարելու տեսանկյունից, բայց եթե դա համեմատում ենք մի քանի ամիս առաջ ու հիմա, ահռելի մեծ տարբերություն կա, բայց հայոց լեզուն միայն ինչ-որ գրավոր ստուգելը չէ կամ կազմելը չէ, շատ հետաքրքիր մոդելներ կարելի է ստեղծել եւ թեման ավելի հետաքրքիր ձևով ներկայացնել կամ գաղափարներ իր հետ ստեղծել եւ այլը, օրինակ Հիմա հավերժության գմբեթը ուզում եմ ցույց տալ մեր ուսուցչուհին Բելգիայից, սփյուռքահայ ուսուցչուհին, ով օտարախոսներին հայերեն է դասավանդում, ինքն է ստեղծել այս մոդելը։ Տեսեք, ինչքան հետաքրքիր է, ինքը վերցրել է արմատը, որը սպասում է իր բյուրեղներին եւ այստեղ վերջավորությունները դնում ենք եւ ինքը տեսեք սկսում է բացատրել տրված բառը ինչ բառ է ստեղծվել եւ կարող ենք սեղմել, փորձել նախադասության մեջ կոճակին եւ ինքը ասում է, որ անդեն բայերը չեն կարող ինքնուրույն ավարտել միտքը, գնա անցի ժամանակի մեքենա եւ տեսեք ինչքան խելացի է եւ մենք այս կոճակը սեղմելով տեղափոխվում ենք ժամանակի մեքենա, այստեղ մեզ սպասվում են 3 ժամանակները՝ ներկա, անցյալ եւ ապառնի, այսինքն կարող եք երեխաներին բացատրել այս ինտերակտիվ կոճակների միջոցով, ենթադրենք ես գրում, սեղմում ենք այստեղ, օժանդակ բայը ավտոմատ բերում է, դու գրում ես, այսպես, մենք գրում ենք, մենք գրում ենք, դուք
գրում եք, տեսեք ինչքան հետաքրքիր է, սա պարտադիր չի հայոց լեզվի մասով լինի, ցանկացած լեզվով կարող եք այսպիսի ժամանակի մեքենա ստեղծել, ընդ որում կարող ենք նորից տեղափոխվել անցյալ ժամանակ, ես գրում էի, տեսնում եք ոնց է ինքը ճիշտ բերում վերջավորությունները, օժանդակ բայերը, այսպես մենք կարող ենք ուսուցանել, նախ հարցնել, պատասխանեն, հետո ցույց տանք կամ էլ բացատրենք գրատախտակին գրելու փոխարեն։ Էս էլ էսպես։ Մեր հաջորդ աշխատանքը վերաբերվում է դերանունների բացատրությանը, ուսուցչուհին ստեղծել է դերանունների խելացի առանձնատուն, որտեղ մենք ունենք դերանունների տեսակները եւ սրանք բոլորը առանձին տեսակներն են դերանունների եւ երբ սեղմում ենք որևէ մեկի առանձնատան վրա, այստեղ իմաստն է ցույց տալիս, հոլովում, լսել կոճակ կա, որ հայերենով լսենք եւ հաճախ կրկնվող սխալները, սեղմեցինք իմաստ, ինքը բացատրում է, կարող ենք նաև սխալները տեսնել, ես էլ զգուշացնում է, ասում է որտեղ են երբեմն սխալներ անում, անորոշ դերանուններ օգտագործելիս ու այսպես շարունակ կարող ենք փոխել մեր դերանվան տեսակը եւ ինֆորմացիա ստանալ, ընդ որում այս ֆունկցիոնալությունը ուղղակի պայմանական է որոշվել, դուք ինչքան ուզեք կարող եք այստեղ ֆունկցիաներ ավելացնել, ընդ որում AI օգնական լինի, ում այդ պահին հարցեր եք տալիս, կողքը վիկտորինա լինի, որ պետք է թեստը անեն եւ այլը նախադասության մեջ կիրառում, ինչը որ պատկերացնում եք, անում ենք, ուղղակի ոչ թե չոր տեքստի տեսքով ենք ներկայացնում, այլ այսպիսի հետաքրքիր մոդելների, որպեսզի երեխաներն էլ ավելի ընդգրկվեն դասին, այս էլ մոլորակներն է, դերանունների մոլորակներն է, մեր հայոց լեզվի ուսուցիչները դերանունները շատ են սիրում, մոլորակների տեսքով են պատկերել, էլի վրան սեղմում ենք, ցույց է տալիս դերանունը, բացատրում է եւ օրինակներ է բերում, այս էլ էս ֆունկցիոնալությունը, սա մինիմալ ֆունկցիոնալությունն է, բնականաբար հետո մոդելները ավելի են զարգացրել եւ այլը, ինձ մոտ առաջնային հենց դասից անմիջապես հետո, ոչ թե ամսից, այլ այդ դասին, երբ բացատրել եմ ինչպես էս մոդելները ստեղծել, դասից անմիջապես հետո հաջորդ օրը ինձ ուղարկել են այս նյութերը եւ ես ինձ մոտ պահպանել եմ, որպեսզի կարողանամ ցուցադրել։ Այստեղ ունենք բայերի կախարդական աշխարհը, որտեղ կարող ենք սեղմել եւ ինքը բայը բացատրում է, օրինակներ է բերում, տեսեք բայի տարբեր տեսակներ, պատճառական, բազմապատկական եւ այլը, ընդ որում օրինակ թռչկոտել կոճակը սեղմեցինք, ինքը սկսեց գործողություններ կատարել, տեսեք ինչքան է լավ, կտրել եւ կտրտել բառերի տարբերությունն է, հա, թռչել եւ թռչկոտել բառերի տարբերությունը, ցատկել, ցատկոտել, ինձ թվում է, եթե այսպես, այս ձևով բացատրենք բայերը, բազմապատկական բայերը, ընդմիշտ կտպավորվի աշակերտների հիշողության մեջ, այստեղ էլ էլի կարող եք տեսնել, սա էլ է մեր Բելգիայի ուսուցչուհին ստեղծել, այստեղ ունենք Արամի օրը, որտեղ կարող ենք առանձնացված են բայերը, կարող ենք սեղմել եւ բացատրություն տեսնել, թե ինչ տեսակի բայ է եւ ինչպես է բացատրվում տվյալ բայը ու նաև ունենք վարժություններ, որտեղ բաց են թողնված, պետք է լրացնենք ու վերջում արդեն ցույց է տալու, քանի ճիշտ պատասխան ունենք։ Այս էլ քերականության բացատրման մեկ այլ հետաքրքիր եղանակ։ Այստեղ էլ մենք ունենք հոլովների լաբորատորիա, դրանք անիվի շուրջը մեր հոլովներն են գտնվում, ուղղական, տերական եւ այլը, եւ որևէ մասի վրա երբ սեղմում ենք, ցույց է տալիս բացատրությունը, այստեղ ձայնի կոճակ կա, ձայնով կարող է բացատրել մաքուր հայերենով եւ ունենք AI գործիք, որտեղ կարող ենք օրինակ գրել ինչ-որ գոյական եւ տեսնենք, թե AI-ը ինչպես է այն բացատրում։ Այսպիսի ֆունկցիոնալություն էլ կա, այսինքն լաբորատորիա
կոչվածները երբ ստեղծում եք, հնարավորություն կա, որ անմիջապես հարցը տաք ու անմիջապես պատասխանը տեսնեք։ Սա էլ էր շատ հետաքրքիր։ Եկեք գնանք հաջորդիվ, այս էլ էլի գոյականների հոլովներին է վերաբերում, հոլովների թագավորությունն է, կրկին անիվի տեսքով, այստեղ արդեն ուրիշ ձևերով է բացատրվում եւ ներքևում քերականական լաբորատորիա ունենք, եզակի հոգնակի թիվն է բացատրում, դեմք, առում եւ կարող ենք այստեղ արդեն Վիկտորինան լրացնել, տեսնենք թե որն ենք սխալ ու ճիշտ պատասխանում։ Հաջորդը մեր չարաճճի արկածներն է, այստեղ չտառն է, տեսեք, նույնիսկ այսպիսի էֆեկտներ կարող եք ավելացնել, չարաճճի դրվագներ ենք բացատրում, տեսեք, ֆլեշկարտերի նման թերթվում է, այսպես սիրուն, եւ խաղեր ունենք, գտիր հակառակը, սեղմում ենք եւ հակառակը բերում է, ունենք նաեւ խաղ երկրորդը կախարդական չի վերաբերյալ, որտեղ պետք է ընտրենք որն է ճիշտ, որն է սխալ, եթե օրինակ աշակերտները տեսնում են այսպիսի հետաքրքիր վերնագրեր, ինտերակտիվություն, եթե նույնիսկ սովորական ինչ-որ նախադասություն, թեստ են լրացնում, մեկը դա իրենց համար հետաքրքիր է թվում եւ այստեղ ստեղծագործական անկյուն կա, ասում ենք պատկերացրու Չ տառը ունի աչքեր, ականջներ, գուցե նաև թևեր, որ թռչում է եւ բացատրություն ենք տալիս առաջադրանքը ինչպիսին պետք է լինի, չարաճճի Չ-ի եւ երեխան կարող է նկարել, օրինակ նկարը այստեղ ներբեռնել։ Այս ինձ թվում է ավելի փոքր դասարանների համար է, առաջին կամ երկրորդ դասարանների համար։ Այսպես, այստեղ կրկին ունենք հայերենը օտարախոսների համար բացատրելու էջ, որտեղ էլի տարբեր ինտերակտիվության վարժություններ կան։ Հաջորդը մեր ուսուցիչները գրականության միշտ շատ էին խոսում էսեի վերաբերյալ, ինտեգրված էսե գրել եւ այլը, ինչպես անեն, որպեսզի ավելի հետաքրքիր ստացվի երեխաների մոտ եւ այլը, ու հենց մեր ուսուցիչներից մեկը այսպիսի մոդել է պատրաստել, որտեղ օրինակներով գրել է, որն է փաստ, որն է վերլուծություն, որն է աղբյուր եւ այլը, եւ այստեղ էսեի հարցադրում ունենք, պետք է տվյալ թեմայով ձևակերպեն նախադասությունները հաջորդ կոճակներով, այսպես կգնան, կլրացնեն, էսեի ամբողջական կառուցվածքը կստանան։ Կարող ենք օրինակ սա դասի ընթացքում ցուցադրել, մեկ անգամ անել, երեխաները տեսնեն, որ կառուցվածքը էսեի եւ այլ իրենց մոտ տպավորվի, կամ էլ կարող ենք ուղարկել իրենց, որպեսզի իրենք էլ տանը փորձարկումներ անեն եւ թեմաները կարող ենք այսպես մենք դնել կամ էլ պլյուսիկի նշանով կարող ենք նոր վերնագիր դնել, հարցադրումը եւ տեքստը գրել ու ստեղծել եւ նաեւ ուղեցույց կարող ենք դնել այստեղ, ինչպես պետք է գրվի էսսեն, կարող ենք ստուգել տրամաբանությունը էսսեի, երեխան ինչպես է արել եւ այլը եւ այլը։ Այսինքն AI-ը դա ավտոմատ ստուգում է, այսպիսի լաբորատորիաներ դուք կարող եք ձեր ուզած ֆունկցիոնալությամբ ստեղծել, կախված նրանից, թե երեխաների մոտ ինչ եք ուզում զարգացնել եւ նշեմ, որ WebEdge 3D մոդելներ, լաբորատորիաներ, այսպիսի ինտերակտիվ մոդելներ ստեղծելու համար ձեզ որևէ ծրագրավորման տեխնիկական գիտելիք անհրաժեշտ չէ, անհրաժեշտ է միայն AI գործիքների իմացություն, մասնագետի կողմից ճիշտ ուղղորդում եւ ինտերնետ, հեռախոս կամ համակարգիչ, այսքանը։ Դուք մեկ ամսվա ընթացքում այս ամենը կարողանում եք սարքել։ Հաջորդը ռուսերենից ունենք վարժություններ, բայց սա առանձին կներկայացնեմ օտար լեզուների դասին, այստեղ մեր ուսուցչուհիներից մեկը նաև այսպիսի շնորհավորական պաստառ է պատրաստել թորնիկի համար, որտեղ կարող ենք օրինակ այստեղ սեղմել, մեր նկարը ներբեռնել, այստեղ խոսում են, նկար կարող ենք տեղադրել եւ այլը, շատ հետաքրքիր է, ու շնորհավորանքներն էլ այստեղ ինչ երազանք պահեց Միքայելը, երբ տեսավ ծննդի լույսերը եւ կարող ենք ինչ որ մանրամասներ
ավելացնել այստեղ եւ տեսնել վերջնական մաղթանքը ինչ ենք իրեն մաղթում։ Մեր ուսուցիչները շատ ստեղծագործ են, բացի դպրոցի նյութերից, նաեւ լրացուցիչ հետաքրքիր բաներ են պատրաստում իրենց կյանքի համար։ Այստեղ մենք ունենք տեսանյութերից մեկը, որ պատրաստել են մեր գրականության մասնագետները, Թումանյանը հայերենով խոսում է, բայց հնարավոր է այս պահին ձեզ մոտ չլսվի ձայնը։ Եկեք միացնեմ ամեն դեպքում։ Հա, ինձ թվում է ձայնը կարողա չգա էկրանի այն կողմ, ամեն դեպքում մենք այս տեսանյութերը նաև մեր Facebook-յան էջում ենք տեղադրում, որոնք ուսուցիչներն են հենց ստեղծել։ Հաջորդիվ ունենք ֆլեշկարտեր, որոնք այսպես ձեր ուզած բառը կամ թեման կամ հարցը կարող եք գրել եւ հետեւի մասում նկարագրել ու այսպես քանի հատ ուզենաք կարող եք ստեղծել ֆլեշկարտեր։ Ունենք նաեւ ինքնաստուգվող թեստեր, երբ կարող ենք հուշում տեղադրել ցանկացած թեմայով, ամբողջ դասարանով կարող ենք սա անել կամ առանձին աշակերտներին ուղարկել եւ երբ նշում ենք ինքը ցույց է տալիս ճիշտ ենք պատասխանել, թե սխալ ենք պատասխանել ու այսպես կարող ենք առաջ գնալ, վերջում նույնիսկ վերլուծում է եւ մեր առաջընթացը ներկայացնում է, հաշվետվություն է տալիս, թե ինչ թեմաներից ենք ուժեղ, որ ուղղություններում բարելավման կարիք ունենք եւ դրա հիման վրա նոր թեստեր էլ է կազմում, որպեսզի ավելի ուժեղացնենք, այսպիսի թեստերը դուք կարող եք եւ աշակերտների համար կազմել, օգտագործել եւ ինքներդ ձեզ համար կամավոր ատեստավորմանը պատրաստվելիս։ Այսպես, հաջորդիվ արդեն գրականությունից մենք ունենք հետաքրքիր աշխատանքներ, սա կրկին web edge-ի նման է, եւ նարեկացու մատյան ողբերգությունն է ներկայացվում, տեսեք այստեղ հոգու քարտեզը ինչքան հետաքրքիր է ներկայացված, այդ հատման կետերը, զղջում, խոնարհում, հավատ, վախ, հույս, սեր, երկվության պայքարն է նկարագրում այստեղ։ Եվ վերջում ունենք 90 աստիճան դեպի վեր, կարող ենք սեղմել յուրաքանչյուր գլխի վրա եւ ինքը այս մասում ցույց կտա, թե տվյալ գլուխը ինչի մասին է։ Էս էլ է հետաքրքիր տարբերակ եւ խոսքը որպես դեղամիջոց, օրինակ տագնապ եւ վախ, այստեղ բացատրություններ կա, խոսքեր կա եւ այլը, զղջում եւ մեղք, հույսի կարիք, մեկ էլ եմ ասում, այս ոնց դուք պատկերացնում եք, այդպես էլ կարող եք ստեղծել։ Արդեն ճանաչելով ձեր աշակերտներին, իրենք ինչ կսիրեն եւ այլը, սա երևի թե կանաչ դաշտի ինչ որ տեսարան է նկարագրում կամ մեկ այլ գրականությունից թեմա է ներկայացված, այսինքն նաև երբ թեման ուզում ենք ներկայացնել, վերնագիրը ասում ենք, կարող ենք ամենահետաքրքիր դրվագները վերցնել այդ պատմվածքի եւ այսպիսի սովորական նկարների վերածել, սա ինտերնետից քաշած չի, սա մեր հրահանգով տրված է, բնականաբար ուսուցիչը ասել է, որ երեխան նստած լինի այստեղ, ծաղիկներ լինի, կողքը քարեր, այնտեղ ձիեր լինեն, տուն երևա, ամպեր երևա, ու իր նկարագրածով այս ամեն ինչը արդեն երևում է։ Ահա, էս էլ հաջորդ տեսարանն է։ Այստեղ մենք ունենք լուր զրուցակիցը, գիրք նվիրված գրքին, ինչ հետաքրքիր է, այսպես գրքի մասին է, կարող ենք սեղմել պատկերին, ինքը ավտոմատ պատկեր գեներացնի մեր գրքի մեջ, կարող ենք սեղմել լսել կոճակին, գիրքը խորհում է եւ այնուհետեւ սկսում է պատմել։ Ինձ թվում է դուք չեք լսելու ձայնը, եկեք առաջ անցնենք։ Այստեղ էլ ներկայացված է թմկաբերդի առումը եւ AI գրական կենտրոն, այսպես ասած, որտեղ մենք կարող ենք ընտրել կերպարին, օրինակ Թաթուլ, Տիրուհի, թե Նադիր Շահ եւ զրուցենք, այսինքն այստեղ հարցը մղենք թմկաբերդի առումից Նադիր Շահին օրինակ հարցեր տանք կամ Թաթոլին հարցեր տանք ու AI-ը կպատասխանի այդ հարցերին հիմնվելով հենց այդ կերպարի առանձնահատկություններից, հա, թե ինքը իրեն ինչ էր բնորոշ, ինքը ոնց կպատասխաներ, էդ էլ է շատ հետաքրքիր։ Այստեղ կարող ենք կոնկրետ նշել պոեմի
տեսարանները, որ տեսարանների մասին ենք ուզում եւ անմիջապես մոդելի ներսում պատվեր գեներացնենք եւ թումանյանական իմաստնությունն է այստեղ գրած, մարդու գործն է միշտ անմա, շատ ճիշտ ասված խոսք եւ կարող ենք օրինակ սեղմել, որպեսզի նոր խորհուրդներ ինքը գեներացնի Թումանյանից, ինչքան ուզում եք կարող եք սեղմել ու նաեւ լսել կոճակ կա, կարող եք լսել կոճակի ներ սեղմել, որպեսզի աշակերտները նաև բանավոր այդ ամեն ինչը լսեն։ Գնացինք առաջ, հաջորդը 100 տարվա մենությունն է ներկայացված, այստեղ մեր ուսուցչուհին ցանկացել է Բուենդիա ընտանիքը վերլուծել եւ առանձնացրել է այսպես հիմնադիրներ, ռազմիկներ, ճակատագրի զոհեր եւ յուրաքանչյուրի վրա որ սեղմենք կարդալ ավելին արդեն նոր բովանդակություն կբացվի տվյալ կերպարի վերաբերյալ եւ նաեւ առանձին ունենք Մակոնդոյի էվոլյուցիան, գյուղի պատմությունը այսպես ինչպես է զարգացել, նաեւ այդ ամեն ինչը ներկայացված է գրաֆիկով, այստեղ անքնության համաճարակ կա, պետք է տեսնենք արդյոք այս մոռացությունը երեխաները հիշում են թե չէ ու վրան սեղմում ենք, այսպես բոլորը բացվում է, այսինքն այսպիսի մեջբերումներ դուք կարող եք նաև ստեղծել, որտեղ նախ կգուշակեն, աշակերտները, որից հետո կսեղմեք, կբացվի եւ կտեսնեն արդյոք ճիշտ են գուշակել թե չէ եւ կերպարների վիճակագրական վերլուծություն եւս ներառված է այստեղ։ Հաջորդիվ ունենք ինտերակտիվ iBook-ն, ըստ դասերի այսպես ձևավորած, որտեղ օրինակ աշուն, կարկուտ բառերը գրած են եւ տվյալ բառերի տառերն է գրված, որը ինչ տառով է սկսվում, ինչ տառեր է պարունակում, ընդ որում եւ մեծատառ եւ փոքրատառ, դուք կարող եք միայն մեկ տառի մասով այսպիսի ինտերակտիվ քարտեր ստեղծել, երբ տառը գրված կլինի այստեղ, հետևում կսեղմենք, պատկերները կլինեն տվյալ տառով սկսվող։ Մենք նաև ունենք ազատություն թե անարխիա, հետևյալ web edge-ը, այսինքն դասը կարող եք այս ձևով web edge-ի նման պատկերացնել, պատկերել եւ տեսեք այստեղ գիտակցված ազատություն եւ անարխիա, բացատրում է տերմինները, բացատրում է նաև համեմատական կերպով, գրաֆիկի տեսքով ցույց է տալիս, որ պատկերավոր հասկանան, ազատությունը որպես կուռք, գիտակցված զոհողություն, պայքարի ճանապարհը եւ այլը, այսպես սեղմում ենք, հետևում արդեն գրվում են համապատասխան տերմինները եւ նաեւ ունենք շարադրության պլանավորում, երբ այստեղ տնային աշխատանքը կարող ենք ցույց տալ երեխաներին, ընդ որում կարող են եւ թղթի վրա գրել կամ էլ կարող ենք այստեղ մի հատ էլ ինտերակտիվ կոճակ բացել, որպեսզի ներսում էլ գրեն ու ներսում էլ AI-ը իրենց աշխատանքները ստուգի։ Այստեղ ունենք նաև աշխարհագրությունից մեկ աշխատանք, որը չգիտեմ ոնց հայտնվել է այստեղ, եկեք ցույց տամ, էլի web edge-ա, տեսեք ինչ ֆունկցիոնալություն ունի հետաքրքիր, դուք էլ ձեր առարկաների մասով կարող եք կիրառել, բնական աճի մոդելավորումն է, այստեղ օրինակ փոխում ենք ծնելիության մակարդակը, մահացության մակարդակը, ինքը ավտոմատ հաշվում է, բնական աճի գործակիցը ցուցադրվում է, այսինքն մի web edge-ում կարող եք թեման բացատրել, մյուս web edge-ում կարող եք այսպիսի սանդղակ, լաբորատորիա, ինչ որ պատկերացնում եք ստեղծել, կողքին կարող ենք խնդիր ստեղծել, որը պետք է լուծել, կարող ենք այնպես անել, որ քայլ առ քայլ տեսեք բացատրությունը ոնց է ցույց տալիս, կարելի է օրինակ կոճակ ստեղծել, որ կոճակը սեղմելուց հետո միայն այդ լուծումները ցուցադրվեր եւ ունենք վիկտորինա, այսպես ստուգիր գիտելիքներդ, որպեսզի թեմայի վերջում անենք այս ամեն ինչը։ Այսօրվա համար այսքանն էր նախատեսված, որպեսզի տեսանյութը շատ չերկարի, ուզում եմ նշել, որ web edge, 3D մոդելներ, պրեզենտացիաներ եւ այլն, այս ամեն ինչը կարող է էկրաններից այն կողմ բարդ է թվում, թե մեկ առ մեկ բերել, մտցրել ենք այստեղ եւ այլը, բայց այդպես չէ, այո, նախկինում
Այսպիսի վեբեջեր պատրաստելու համար անհրաժեշտ էր ծրագրավորման գիտելիքներ, անհրաժեշտ էր բավականին շատ ժամանակ հատկացնել, բայց հիմա շատ կարճ ժամանակահատվածում, երբ արդեն տիրապետեք ու տիրապետելու համար 1 կամ 2 դասը հերիք է կոնկրետ այս մոդելները ստեղծելու համար, դրանից հետո դուք ինքներդ սկսելու եք կազմել, կարող է մեկի մոտ 10 րոպե տևի, մեկի մոտ 15 րոպե տևի, մինչև ձեր ուզածը ստանաք, մինչև հասկանաք, թե ձեզ որ ոճն է ավելի դուր գալիս եւ երբ մի քիչ հմտանաք, ձեռքը բացվի, անմիջապես հասկանաք ձեզ ինչ է պետք, հավատացեք 5-ից 10 րոպեում դուք կարողանաք մի այսպիսի ամբողջական աշխատանք իրականացնել։ Տեսաք, թե ինչ հրաշքներ կարելի է ստեղծել։ Պատմությունը կամ լեզուն պարտադիր չէ, որ լինեն ձանձրալի։ Դրանք կարող են կենդանանալ հենց ձեր դասարանում եւ գրավել յուրաքանչյուր աշակերտի ուշադրությունը։ Իսկ եթե դուք եք ուզում սովորել այս ամենը եւ հեշտությամբ ստեղծել նմանատիպ ինտերակտիվ նյութեր ձեր դասերի համար, ապա սիրով հրավիրում եմ ձեզ միանալ մարտի 9-ին մեկնարկվող մեր մեկամսյա խորացված on-line դասընթացին։ Այստեղ մենք քայլ առ քայլ անհատական մոտեցմամբ կսովորենք, թե ինչպես կարելի է կիրառել այս գործիքները ձեր առօրյա աշխատանքում։ Գրանցման հղումը եւ բոլոր մանրամասները կգտնեք այս տեսանյութի նկարագրության բաժնում։ Շնորհակալություն դիտելու համար։ Անպայման բաժանորդագրվեք ալիքին, քանի որ առջևում դեռ շատ հետաքրքիր նյութեր ենք ցուցադրելու, ինչպես նաև անվճար տեսանյութեր կլինեն տարբեր թեմաներ բացատրելով։ Կհանդիպենք, հաջողություն բոլորին։